մի կարճ խորհուրդ տատիկներին, պապիկներին, որ երեխաներին չառաջարկեն քաղցրել, սահմանափակեն, եկեք հստակ սահմանենք, որպեսզի մեզ լսողներն իմանան։ Ես ճիշտ ասած կուզեմ մենք մի քիչ թվերով խոսենք, հա, որտեղ մեր տատիկ պապիկների համար է, սա շատ կարևոր։ Ինչ եմ ասում, որտեղ հիմա ամբողջ աշխարհը սննդանյութերի վրա հիմնված ուղեցույցներից անցնում է սննդի չափաբաժինների վրա, որտեղ մարդիկ մասնագետներ չեն, հա, մենք պիտի օրինակներով բերենք, որ մարդը պատկերացնի։ Հիմա մի քանի օր առաջ հանրային հեռուստաընկերությունում տաղավարում հնարավորություն ունենք այդ նույն մեթոդը կիրառելու եւ բազմաթիվ տատիկներ, պապիկներ կային տաղավարում, օրինակ հարց տվեցինք մինչեւ հաղորդումը, ինչ եք կարծում, արդյոք դուք աղաչարաշահում եք, մեծ մասը նշել էին ոչ, հետո ընդամենը 3 աղ պարունակող մթերքի օրինակ բերեցինք հաց, պանիր եւ մսամթերք, հաղորդման ավարտին բոլորը պատասխանեցին, որ այո, որտեւ արդեն չափաբաժնով ասեցինք, այսքան չափաբաժնով կգերազանցեք։ Հիմա որպեսզի նաեւ մեր տատիկներին, պապիկներին, իհարկե թորնիկներին մենք բոլորը շատ լավ գիտենք, որ իրենք շատ սիրում են, բայց ուզում եմ մի քանի օրինակ բերենք, որ իրենք եւս հասկանան, թե երեխայի օրական շաքարի նորմը ինչքան հեշտ է անցնել։ Պատություն չանեն։ Հա։ Հիմա տեսեք, այն օրինակի համար շոկոլադե մածուկները կամ շոկոլադե սալիկները, որ մենք տալիս ենք երեխաներին, դրանց 100 գրամը պարունակում է ընդհուպ մինչև 57 գրամ շաքար։ Նորման ինչքան է։ Նայեք, եթե մեծահասակների պարագայում թույլատրելին 10 է, բայց ցանկալին 5-ը, այսինքն 50 գրամ է մեծահասակի համար, իսկ ցանկալին 25, որպիսի պատկերավոր օրինակ բերեմ, 1 բաժակ գազավորված ըմպելիքը, որը 12 գրամ շաքար է պարունակում, 300 մլ արդեն դա 25 գրամը գերազանցում է։ Մեծի դոզան, մեծի չափաբաժինը ելուր մնաց։ Եթե 50-ով կես լիտրն է գերազանցում, եթե հա ավելի երաշխավորվող քանակը, որ ավելի դե պրոտեկտիվ պիտի լինի, հա, ավելի ցածր պիտի լինի, այսինքն մենք չենք պատկերացնում, բայց դուք պատկերացնում եք մենք օրվա ընթացքում ինչքան տարբեր մթերքներ ենք օգտագործում, որոնք շաքար են պարունակում։ Այ մի նոր աշխատող ունենք, այդ ցանկը նայում է, ասում է, այս ցանկերը ինչի եք շփոթել, ասում եմ, ի՞նչն ենք շփոթել, ասում է, դա այս շաքարի մթերքներում այնց տարբեր բաներ ա ներառված, ասում եմ, չէ, չենք շփոթել, դրանք բոլորը շաքար են պարունակում, ասում եմ, ոնց, կետչուպը շաքար ա պարունակում, ասում եմ, կզարմանաս, բայց մեծ քանակով։ Այ հենց դա է տարբերությունը, որ տոմատը թթու է, իսկ կետչուպը շատ շատերը գիտեք, որ տոմատից հրաժարվում են, բայց կետչուպ սիրով ուտում են, որտեղ կետչուպը մեծ քանակությամբ աղ է պարունակում, հավելումներ է պարունակում, շաքար է պարունակում, եւ սա կարեւոր է, որպեսզի մարդիկ եւս պատկերացնեն, որ արտաքուստ անմեղ սննդատեսակի տակ եւ աղ կա եւ շաքար կա եւ գոնե թորներին խնայեն իրենց էլ։ Եվ այս առումով մի բան եմ ուզում ասել, որ մենք չպետք է վախենանք։ Գիտեք, մեր Հայաստանում ընդհանրապես մենք սիրում ենք, չէ՞, կողքիններին պոպուլիզմի մեջ մեղադրել, բայց բոլորս ուզում ենք լինել լավամարդ։ Այդպես չի լինում։ Ես օրինակի համար լավամարդ լինելու դերը ին վրա չեմ վերցնում, բայց գիտեք, որ այդպես շատ դժվար է ապրել։ Դու այդ ժամանակ արդեն հա եւ մարդիկ սկսում են օրինակ նույն բան անել քեզնից թաքուն։ Եթե ձեզ թվում է, թե ես եթե եթերներում, հա, տարբեր այս թեմաներով խոսում եմ, մեր տանը ինձնից թաքուն վատ ուտելիքներ օգտագործողներ չկան, դուք չարաճար սխալվում եք, որտեղ մեր տնեցիք էլ սպասում են, ես տանից գնում եմ եւ չեն սիրում, այո, շաքարը մեժողներին չեն սիրում, ես էլ եմ բախվում։ Կարճ անդրադառնանք, թե 65+ տարիքը ամենաշատը ինչ է սիրում, ասեցինք տոմատի մածուկ, այն օգտակար բաները կար պահածոների մասով, շատ կար ժամանակը, շատ սահմանափակ է եւ նաեւ յուղը նախկինում ընդունված էր յուղի օգտագործումը։ Այդ սերունդը օգտագործում է ձետ, ավելի տապակած սննդատեսակներ, հա, տակուտեսների մեջ, որ պակաս քան ապուրները, այստեղ էլ կարակ օգտագործեն գործնական խորհուրդ։ Օֆելիա ջան, ամենաբարդ հարցն եք տալիս եւ ամենաերկար պատասխանը ենթադրող, բայց ես պիտի փորձեմ շատ կարճ լինել։ Ընդհանրապես տապակումը եւ ջերմային մշակումը, երբ ճարպ ենք օգտագործում, որպես սննդի վերամշակման գործընթաց, ամենավատորակներից է, որովհետեւ անկախ նրանից ինչ եք օգտագործում, անգամ այդ նույն ձեթը։ Ձեթը, եթե դուք ռաֆինացված եք արել, այո, կարող եք ջերմաստիճանը բարձրացնել։ Ինչեւ կարող եք ասենք 160 էլ բարձրացնել, 180 է, բայց ինչքան շատ եք բարձրացնում, այդքան շատ ազատ ռադիկալ է գոյանում, իսկ ազատ ռադիկալները ներկայումս բազմաթիվ հիվանդությունների եւ օրգանիզմի օքսիդատիվ ստրեսի պատճառ են։ Մյուս դեպքում, եթե ոչ թե բուսական եք օգտագործել կենթանական, դա հագեցած ճարպաթթուներ է պարունակում, ավելի քիչ ազատ ռադիկալ կառաջանա, բայց բնականաբար որ հա սահմանափակելու խնդիր ունի, այսինքն այս առումով եւս շատ կարեւոր է ռիսկի եւ օգուտի գնահատումը։ Հիմա ինձ եթե հարցնեն, այո, պարտադիր պիտի բարձր ջերմաստիճանում տապակեմ, ես անպայման կասեմ կամ ձեթ օգտագործեք, բայց անպայման զտված, ռաֆինացված կամ կես կարակ, հա, եւ կես բուսայուղ։ Կամ էլ խաշեք։
Բայց այդ եմ Շոկե ասում, խաշեք։ հա, օրինակ վերջերս նաև այդ առումով էի ասում եմ ես ճիշտն ասած շատ չեմ սիրում տապակած ուտելիքներ, բայց հետո երբ փորձեցի կապ գտնել, հասկացա, որ ինչպես նշեցի, տանը եւս, հա, գավառի ավելի շատ խոհանոցն է տարածված, որտեղ առաջի ճաշատեսակները որպես այդպեսին հիմնականում էփած ուտելիքներ են, այսինքն ճաշեր են, չգիտեմ, կարտոֆիլով, բուսական, չգիտեմ, հա, սիսերով, փախլավայի յուղով շերտերից հետո բայց այնուամենայնիվ ոնց ուզում էի հիշեի, հա, որ այդ տապակած օրինակ ուտելիքները մեր ընտանիքում երբեք շատ հա այդպես պոպուլյար չի եղել, բայց մյուս կողմից ուզում էի ասել նաև որ մեր բոլոր անկախ նրանից հա որ տարիքային խումբն է հետևում մի շատ կարևոր հանգամանք, որ մենք պիտի հասկանանք, որ սննդամթերք ունի ռիսկեր եւ օգուտներ Եվ օրինակ եթե հիմա ինձ նույն հարցը տա երիտասարդ, որը որ, չգիտեմ, հա, մարզասրահ է այցելում, ես կասեմ, որ այո, կարող ես նաև հագեցած ճարպաթթուները օգտագործել, բայց մենք բոլորը շատ լավ գիտենք, որ Հայաստանում սիրտանոթային համակարգի հիվանդությունները այնուամենայնիվ մեր հիվանդությունների բեռում մեծ կշիռ ունեն, մայրիկս էլ սրտաբան է, իր հիվանդների էլ մեծ մասը, հա, ես տեսնում եմ, որ այդ տարիքային խմբին են պատկանում, եւ այս առումով մի խնդիր եւս կա, որ մեր մեծահասակները չեն սիրում պահել դիետա կամ սննդակարգ, սա էլ շատ կարևոր խնդիր է։ Ես չգիտեմ դա ավելի հա սերունդներով է պայմանավորված թե սնման սովորույթներով, ինչի որովհետև կարծում եմ նաև իրենք երկար ժամանակ այնպես չի որ ուտելիքի այն բազմազանությունն են ունեցել, որը հիմա կա։ Հիմա ամեն ինչ, հա, ճարվում է ամեն օր, ամեն ինչ հասանելի է բոլոր խանութներում, բայց օրինակ տանը նույն նա մենք այդ խնդիր ունենք, որտեվ օրինակ հայրիկս, որ անցած տարի վիրահատվել էր եւ բժիշկը սահմանափակումներ էր նշանակել, ես զգում էի, որ ինչքան ծանր է իր համար, չնայած իր բոլոր սահմանափակումներով եմ ես սնվում, այնպես չի որ մշտական սննդակարգը իր սահմանափակումները որ գրած են, կոնկրետ են ուտելիքներն են, որ ես ընդհանրապես ոչ սիրում եմ, ոչ էլ իմ սննդակարգում ներառում եմ, բայց զգում էի թե ինքը ինչքան բարդություններ ունի այդ սնման սովորույթների փոփոխության եւ ամեն օր հարցնում էր բժշկին, երբ եմ կարողանալու, հա, երբ եմ կարողանալու, երբ եմ դադարելու այդ սահմանապակող սննդակարգերով սնվել։ Բայց եկեք հիշենք մի կարևոր հանգամանք, որ երկրորդ շնչառությունը մարդու համար շատ լավ է, անշուշտ, բայց այստեղ էլ շատ կարևոր է հասկանալ, որ օրինակ ինձ որ կատակ են անում, ձեզ էլ նշեցի, էկոկենտրոնում ասում են Պիպոյանի, հա, սիրելիների խումբը այդ 50+ նա այնտեղ ասում են իրան շատ են բալետ անում, հա, ոգևորում, բայց ինչով է դա պայմանավորված, որտեվ մարդիկ ավելի մեծ տարիքում են սկսում գնահատել իրենց առողջությունը, սննդակարգը։ Սա նաև դրանով է պայմանավորված, որ ես օրինակ նույն լրագրողական համայնքում շատ ընկերներ ունեմ, որ ասում են մայրիկս քեզ շատ է սիրում, ասում են դե մայրիկը ճաշակով է, դու ճաշակով չես, բայց իրականում որտեվ էլի մայրիկները ավելի տանն են, ես օրինակ միշտ են հաղորդումներին, որոնց որ մասնակցել եմ, լինի դա Շանթ հեռուստաընկերությունում, Հանրային հեռուստաընկերությունում, քանի որ ավելի առողջական ուղղվածություն են ունեցել բուժական, երիտասարդները չեն նայում այդ հաղորդումները, որովհետև տակ են կհասնեն 60 կնային։ Այսինքն սա էլ է շատ կարևոր, որ մենք պետք է բոլորս հասկանանք, որ եթե ենթադրենք, հա, թեկուզ երիտասարդական տարիներին ինչ-որ ինչ հանգամանքներով պայմանավորված չենք հետևել, ապա երբեք ու երբեք ուշ չէ, երբեք փոխել սնման սովորույթները